Գորջան, դու գիտես, չէ, եթե Առնո Բաբաջանյանը չլներ, Կաղա Մուսլիմ Մագամայևի մասին տենց էլ ոչ մեկ չի մանար։ Հա, բա ոնց, դե 90% երգերը Բաբաջանյանն է գրել իրա։ Իրանց ընկերության մասին շատ են խոսում, բայց շատ կարևոր է, որ մենք խոսենք նրա մասին, թե ոնց են նրանք ծանոթացել։ Մի օր կնոջ հետ հեռուստացույցով տեսնում են երիտասարդ մուսլիմին ու որոշում են, որ կարելի է իրան առաջ տանել։ Այնպես որ նամակ են գրում դեսպանատուն, կազմակերպում են, բերում են իրան իրաց Մոսկվայի տուն։ Այդ ժամանակ Առնո Բաբաջանյանը 40 տարեկան էր, իսկ Մուսլիմ Մագամայևը 19 տարեկան երիտասարդ, բայց չնայած այդ ողջ լավություններին, որը Առնոն իր նկատմամբ արել է, այս վերջերս ֆիլմ էր հենց Մագամայևի մասին, որտեղ Առնոյի մասին ընդհանրապես չէին խոսում, տենց մի նախադասությամբ այնքանավոր խոսացին, չնայած որ կարելի ասել, որ ողջ իր ստեղծագործական ճանապարհը գծել էր Առնոն։ Դե նայ, այն ժամանակ ընդհանրապես չեն մտածել ինչ կարա լինի հետագայում ու ընդհանրապես տենց մշակութային շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել։ Ընկերներ, իսկ դուք մեկնաբանություններում գրեք, քաղաքականությունը պետք է խառնվի մշակույթին կամ հակառակը, անպայման լայքեք այս նյութը, որ ինքը տարածվի եւ գրանցվեք Gori Edge-ին։ Շնորհակալություն։